Դուք միացել եք Բարև երկրին, սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս, եթե հենց նոր եք արթնացել եւ արդեն իմ առաջին հյուրը տաղավարում է, տեղափոխվելու ենք թատերական աշխարհ եւ զրուցենք Արմոնո փառատոնի մասին։ Եվ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն արդեն այստեղ ինձ հետ է։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավարին։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Հիանալի։ Արդեն այսպես զբաղված, թեժ ընթացքի մեջ է իր փառատոնը ապրիլի 21-ից սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 8-ը Երևանում եւ Աբովյանում անցկացվելու է, արդեն անցկացվում է մոնոներկայացումների Արմոնո միջազգային թատերական 23-րդ փառատոնը։ Եվ տեղափոխվենք ապրիլի 21, հասկանանք ինչպես մեկնարկեց, ինչ ներկայացմամբ մեկնարկեց, ապա շարունակենք։ Դե գիտեք ինչի մոտ այդպեսի տպավորություն է, որ Արմոնո փառատոնը ամբողջ տարի այսպես ձգվում է, որովհետև ամսի 21-ին մենք խաղացինք Սասունցի Դավիթ ներկայացումը, դա Արմոնո փառատոնի նախագիծն է եւ արտավազ ջահած։ Ինչպես արտավազ մրցանակի արժանացած։ Այո, շատ ճիշտ եք, արժանացավ արտավազ մրցանակաբաշխությանը որպես հատուկ մրցանակ եւ արդեն դեկտեմբեր ամսից մենք գրեթե մի ամիսը երկու անգամ խաղում ենք այդ ներկայացումը եւ այդ ներկայացումը իրոք այն մեսեջն է, ես կարող եմ ասել, որ Արմոնո փառատոնը ուզում է, որ բոլորը տեսնեն այդ ներկայացումը, որովհետև դա շատ արդիական է, մեր օրերի մասին է եւ ինձ թվում է ինչքան շատ Դավիթներ ունենանք, այդքան ավելի լավ։ Այցեք հաղթն է դարձել Արմոնո փառատոնի։ Այս տարի մեկնարկեց այդ ներկայացմամբ, իսկ առհասարակ խնդրում եմ պատմեք, այս տարի քանի երկիր է մասնակցում, արդյոք նոր երկրներ կան թե ոչ։ Դե մենք կունենանք դրսի ներկայացումներ, ընդհանուր կլինի 27 ներկայացում եւ մենք գիտեք, ես դա միշտ ասում եմ, մենք առաջի հերթին մեր փառատոնը մեր ազգի համար է, մեր հանդիսատեսի համար է եւ մենք ընտրում ենք այդ տեսակ ներկայացումներ, որոնք ավելի հետաքրքիր կլինեն մեր հանդիսատեսին եւ այս տարվա բավականին բազմաժանր է մեր ներկայացումների ցանկը եւ ներկայացումներ կլինեն եւ Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եւ Ռումինիայից եւ այդ ներկայացումները ինձ թվում է շատ հետաքրքիր կլինեն մեր հանդիսատեսի համար, բացի դրանից մենք այդ ընթերցումների թեման մենք շարունակում ենք, որովհետեւ եւ դա այս տարի նաեւ գրում է ֆրանկոֆոն ուղղվածություն Մարգերիտ Դյուրասի թարգմանված հայերեն գործերը կլինեն, կկարդացվեն, կընթերցվեն, արդեն ընթերցվում են եւ այսօր էլ կլինի նույնպես այդպես որ չէ, այսօր կլինի մեր Վանաձորից եկած շատ լավ, շատ բարի շատ հետաքրքիր ներկայացում, այդպես որ ես հրավիրում եմ թատերական գործիչների միությունում այսօր Կիրակի օրով դուք կարող եք դա դիտել եւ գիտեք ինչն է հետաքրքիր մոնո ներկայացումները իրենք բերում են դա հարթակ է որտեղ գիտեք դա շանս է որ մենք թևեր ենք տալիս թե երիտասարդներին թե ոչ միայն եւ այո այս տարիների ընթացքում եւ այս տարի նույնպես մեր երիտասարդները հաջողությունների են հասնում օրինակ Արման Մաթևոսյանը, որը նույնպես արտավազդի մրցանակակիր է, նա դրանից հետո մասնակցեց էմիրություններում փառատոնի, հիմա հրավիրված է եւ Մակեդոնիա, եւ Եգիպտոս, եւ էլի մի ինչ-որ փառատոնի, այդպես որ դա ոնց որ ես եմ սիրում ասել, փառատոնը է բերում։ Ասացիք այս տարի բազմաժանր է եւ հետաքրքիր է առհասարակ յուրաքանչյուր տարի որևէ ժանրային ուղղվածություն լինում է թե ոչ ավելի տվյալ ժամանակահատվածին նպատակահարմար կամ երկրների ցանկն այնպես է դասավորվում որ ենթադրենք մի որևէ ժանր է գերիշխում տվյալ տարի լինում է այդպես թե ոչ Դե հիմնականում այս տարի ոչ մենք այս տարի օրինակ չունենք մոնոօպերա չունենք մոնոպաշ ունենք շատ հետաքրքիր մեր շատ երիտասարդ եւ գեղեցիկ աղջնակներից կներկայացնի այդ ներկայացումը եւ այդպես որ այդ ժանրը
այդ ներկայացումները կլինեն եւ ցտում է հետաքրքիր բոլորի համար։ Իսկ նոր որևէ երկրից ունենք մասնակիցներ։ Չէ, դե այդ բոլոր երկրները մասնակցել են մեր փառատոնին, նոր երկիր, գիտեք ինչ բավականին, հա, ես վերջերս տեսա Բուրկինա Ֆասոյի ներկայացում Էմիրատներում, դա նոր երկիր, բայց մենք առայժմ մենք սահմանափակվում ենք եղած ներկայացումներով, եղած երկրներով։ Իսկ Արմոնոպլուսից կան ներկայացումներ, որոնք Այո, դա փաստորեն մեր տրիումֆ ծրագիրն է, դա Արմեն Քուշկյանը իր Սասուցի Դավթով եւ Արման Մաթեոսյանը իր Էլջերնոնով։ Առհասարակ այս տարի որևէ նորություն սպասվում է օրակարգում, ծրագրային գուցե առումով։ Գիտեք ինչ, ամեն տարին իր նորությունն է բերում եւ գիտեք արդեն նոր անուններ, նոր ներկայացումներ, նոր ընթերցումներ, դա արդեն նորություն է եւ իրոք մենք այս տարի կարելի ասել, որ շեշտադրությունը նաեւ դնում ենք դրամատուրգիայի վրա, դա լուրջ տեղ կզբաղեցնի, որովհետեւ վերջերս այդպիսի տենդենց կա, որ ներկայացումները դերասանական խմբերը կամ այդ ներկայացում բեմադրողները մի քիչ տեքստին շատ իմիջայլոց են նայում։ Իսկ դրամատուրգիան այն տեքստը, որ դերասանը պիտի խաղա, արտացոլի, դա նաև շատ կարևոր է նաև իր համար, ինչքան հետաքրքիր է տեքստը, այդքան ավելի հետաքրքիր կլինի կերպարը։ Եվ ինչու՞ չէ հանդիսատեսի համար էլ, ինչքան էլ ավելի խորը եւ հետաքրքիր բազմերանգ շերտերով լինի տեքստը, այդքան ավելի մտքի եւ հոգու այդ ամեն ինչը կաշխատի եւ ավելի հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար։ Այդպես որ մենք ընտրեցինք, իրոք դա շատ լավ է, որ վերջերս Հայաստանում թարգմանվում է տարբեր հեղինակների գործեր հայերեն եւ այս տարի այո Մարգերիտ Դյուրաս նույնպես մեր հանդիսատեսը դա կլսի եւ ես կարծում եմ մենք ունենք տենց փորձեր, որ այդ ընթերցումները հետո դառնում են ներկայացումներ, այդպես որ Աստված առաջ ամեն ինչ կարող է հետաքրքիր էլ ավելի հետաքրքիր լինել։ Իհարկե, ինչպես երկի պարագայում չէ, երբեմն երաժշտությունը առաջ է մղվում, ինչը պակաս կարևոր չէ, բայց բառերին ուշադրություն չեն դարձնում։ Այնինչ ամբողջական համալիր պետք է լինի։ Տիկին Մարիաննա, տարեց տարի զգում եք որևէ որակապես առաջընթաց եւ դերասանական խաղի առումով եւ ընտրված նյութերի առումով եւ այո, ինչպես ասացիք, այս տարի դրամատուրգիային եք որոշել ուշադրություն։ Գիտեք ինչ, առաջ շատ առաջ դա ուղղակի սենց ավելի ոչ լուրջ էին վերաբերում մոնո ներկայացումներին, իսկ հիմա իրոք մեր թե երիտասարդները, թե ոչ միայն երիտասարդները, որ վերցնում են մոնո ներկայացում, իրանք թիմով են աշխատում, եւ դա եւ դրամատուրգ է, եւ սցենոգրաֆ, եւ ինչու՞ չէ կոմպոզիտոր, եւ բեմադրիչ իհարկե, եւ այդ թիմային աշխատանքը դարձնում է մեր ներկայացումները շատ բարձր մակարդակի։ Դա այդպես է, որովհետև գիտեք ինչ կարևոր չէ, դա մոնո ներկայացումը թե 100 հոգի է բեմում, ոնց որ վերջերս ասում եմ, կարևորը ներկայացումը հետաքրքիր լինի։ Եվ այո, կան դեպքեր, երբ բեմում մի 100 հոգի է, բայց դու իրենց չես նկատում եւ ներկայացումը այդքան էլ ստացված չէ։ Ինձ այդպես է թվում։ Ամենայն դեպս իսկ մի հոգի բեմում կարող է գրավել այդ հանդիսատեսին եւ ստեղծել այդ պատրանքը եւ մտածելու եւ հորհելու եւ հուզվելու, ինչու՞ չէ, այդ ամբողջ այդ էմոցիաների հավաքածուն։ Ինչ խոսք ամենաբարձ ժանրերից է մոնո ներկայացումը, 23-րդ անգամ արդեն անցկացվում է փառատոնը, արդեն մրցանակակիր ներկայացում ունենք, կարող ենք ասել, որ Հայաստանում մոնո ներկայացումը այս ժանրը արդեն կայացել է եւ հետաքրքրությունը երիտասարդների աճում է։ Այո, գիտեք ինչ, իհարկե կայացել է, եթե մենք տարի 2 անգամ ենք փառատոն անցկացնում եւ այո, դա եւ երիտասարդների համար դա շատ կարեւոր է, որովհետեւ իրանք կարողանում են ստեղծել եւ հասկանալ այն, որ իրենք կարող են դառնալ հետաքրքիր դերասան եւ արդեն հասուն դերասանների համար դա թե լողալու, թե ցուցադրելու այն ամենը, այն պաշարը, որ իրենք ունեն, դա նույնպես շատ կարեւոր է։ Այդպես որ մոնոժանրը ստեղծում է այն հարթակը, որ
այո, ինքնադրսևորելու եւ ինքնահաստատվելու մի բան։ Ես վերջերս անդադ ասում եմ, որ այո, այդ հաջողության էներգիան շատ կարևոր է։ Եվ այդ հաջողության էներգետիկան դա սենց կարող է մեծանալ եւ ինքնավստահությունը դերասանի, որ կա, որ բերում է, ինչու՞ չէ, մոնո ներկայացումը, դա բերում է մի ուրիշ ինքնազգացողություն եւ դա դերասանը թե որպես մարդ, թե որպես պրոֆեսիոնալ աճում է եւ ավելի խորն է դառնում թե իր հոգին, թե իր մասնագիտական հնարավորությունները, այդպես որ մանավանդ մոնո ժանրը ավելի է նպաստում այդ ամենին։ Այո, վարպետության դասեր այս տարի սպասվում են մասնագետներ։ Ոչ, այս տարի չեն սպասվում մասնագիտական ոչ մի վարպետության դաս։ Ինձ թվում է մեր երիտասարդները գալիս են, մասնակցում են բոլոր ներկայացումներին եւ դա ուղղակի այս մի փուլը կլինի ուղղակի զուտ ներկայացումներ։ Նաև ասեք, խնդրում եմ, որ թատրոններում կլինեն ներկայացումները եւ Երևանում եւ Աբովյանում։ Ուրեմն Մահեր Մկրտչյանի թատրոնում, Կամերային թատրոնում, Թատերական գործիչների միությունում, փոքր թատրոնում, գեղագիտական կենտրոնում եւ գեղագիտական կենտրոնի թանգարանային մասում։ Եվ Աբովյանում էլ իրենց թատրոնում բնականաբար։ Եվ վերջապես հետևեն դեր Facebook-յան էջին եւ Facebook-յան, Instagram-յան, այո, կայքին այդ ամեն ինչը կա։ Շատ լավ։ Ունենք ավելացնելու բան, Տիկին Մարիաննա, գուցե բաց թողեք։ Ես սիրում եմ ձեր տաղավարը։ Մենք էլ ձեզ ենք շատ սիրում եւ ուրախ ենք ձեզ տեսնել։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Արմոնո փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյան, սիրելի հեռուստադիտողներ, արդեն մեկնարկել է ապրիլի 21-ից մինչև մայիսի 8-ը կանցկացվի Արմոնո միջազգային թատերական արդեն 23-րդ փառատոնը։ Շարունակում ենք, մնացեք մեզ հետ։